Ընտանեկան եւ կենցաղային բռնությունը այն խնդիրներից է, որի իրական ծավալները այդպես էլ մնում է ստվերում։ Մասնագետների դիտարկմամբ կենցաղում տեղի ունեցող բազմաթիվ դեպքեր այդպես էլ չեն հասնում իրավապահ մարմիններին, չեն դառնում նրանց քննության առարկան, իսկ օգնության դիմելու որոշումն էլ հաճախ կայացվում է միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում, իրավիճակն էլ հանգեցրած է լինում լրջագույն հետևանքների։ Ցավոք ընտանեկան բռնությունները չափազանց շատ են, անգամ լատենտայնությունը այնքան բարձր է, որ բացարձակ մեծամասնության մասին մենք տեղյակ չենք լինում, ցավոք դրա մասին տեղեկացվում է։ Ոչ միայն հատակություններ, նաև իրավապահ մարմիններ չափազանց ուշ, երբ արդեն ճակատագրական կամ որևէ հետևանք է եղել։ Փաստաբանը նշում է, թե վերջին տարիներին համակարգի նկատմամբ վստահությունը աճել է, սակայն շատ տուժողներ այնուամենայնիվ շարունակում են օգնության այդպես էլ չդիմել։ Պատճառները տարբեր են՝ հասարակական կարծիքից մինչև ընտանիքի արձագանք։ Ի դեպ, ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջին անգամ նախատեսվում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց համար վերականգնողական ռեաբիլիտացիոն ծրագրի ներդրում։ Լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության որոշումը փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը, իսկ վերջինս այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները։ Մասնագետները ընդհանուր առմամբ դրական են արձագանքում նախագծին, սակայն կարծում են, որ ընտանեկան բռնության արմատները հաճախ ձևավորվում են դեռևս հասարակության եւ ընտանիքի ներսում, երբ տղաներին մեծացնում են գերիշխող դիրք զբաղեցնելու մտայնությամբ, իսկ բռնության առաջին դրսևորումներն էլ շրջապատի կողմից հաճախ արդարացվում կամ անտեսվում են։ Երբ ընտանիքում տղայի ծնողները կամ հարազատները ասում են, որ ճիշտ արել դե ընտանիք է, կարող է ամեն ինչ պատահի, դա նշանակում է, որ թույլ են տալիս, ստացվում է համաձայնություն այդ տղամարդը, որ շարունակի բռնությունը կնոջ նկատմամբ։ Մասնագետների գնահատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարը պաշտպանական արդյունավետ մեխանիզմների եւ կանխարգելիչ միջոցների կիրառում է պահանջում։ Նրանք միաժամանակ հիշեցնում են, որ ընտանեկան բռնությունը հազվադեպ է սկսվում ծանր հանցագործություններով։ Այն հաճախ սկսվում է հոգեբանական ճնշումից կամ ֆիզիկական թեթև բռնությունից եւ ժամանակին չկանխվելու դեպքում արդեն դրանք կարող են վերածվել առավել ծանր հանցագործությունների։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։